Ուրեմն Նիկոլ Փաշինյանը, որպես Ալիևի եւ Էրդողանի կամակատար, հանձնելով Արցախը, հիմա էլ այն որ հայտարարում էր 2 օր առաջ, որ Սյունիքի հարց չկա, 2021-ին ասում էր Հադրութն ու Շուշին ենք հետ բերելու, ասում էր Արցախը Հայաստան է 2019-ին, այսպես խաբելով եկավ երկրորդ անգամ ընտրվեց վարչապետ, զավթեց վարչապետի աթոռը, հիմա նույնը անում է, Ալիևի հայտարարությունները լսել եք, Ալիևը Հայաստանին դատի է տվել ու 150 միլիարդ դոլար փող է պահանջում միջազգային այցաններում, որովհետև գտնում է, որ հայ ժողովուրդը օկուպանտ է, Արցախը օկուպացրել է։ Վաղը մյուս օրը ինչպես է 150 միլիարդը Նիկոլը վճարելու։ Պարզ է, չէ, որ փողով չի կարող վճարել, տարածք է տալու։ Սյունիքը կտա, հետո կասի կներեք ժողովուրդ ջան, չէինք կարող, որպեսզի ձեր զավակներին չզոհենք, ստիպված պետք է հանձնենք, Սյունիքն էլ հանձնենք, առանց այդ ճանապարհ է տվել թուրքերին։ Այդ թրիփը որ կա, դուք գիտեք ինչ է նշանակում թրիփ, թուրքերին ճանապարհ է տվել, Ադրբեջանի մի մասը կապվում է մյուս մասին, Հայաստանը, հիմա այստեղ վեճը նրանց է, որ Նիկոլ Փաշինյանին մոտեցել եմ, որպես Հայաստանի քաղաքացի, ասում եմ, որ ես Արցախի շարժումը փակող չեմ, որովհետև իմ եղբայրը զոհվել է Արցախի հողի վրա, եւ ես որպես իրաքույր այդ գործը շարունակողն եմ լինելու։ Դուք որպես Ալիևի ու Էրդողանի կամակատար կարող եք փակել Արցախի հարցը, կարող եք անկախության հռչակագիրը հանել սահմանադրության միջից, բայց հայ ժողովուրդը դրա հետ համաձայն չէ։ Դուք հայ ժողովրդի կարծիքը հաշվի առաք, որ գնացիք եւ Արցախը ճանաչեցիք։ Հենց այդ թեմայից սկսվեց լարվածությունը։ Ասում է, ես ձեր հարցերին չեմ պատասխանում, հունիսի 7-ին ժողովուրդը կպատասխանի այդ հարցին։ Հիմա հուսամ, հունիսի 7-ին ժողովուրդը միահամուռ կգնա եւ Նիկոլ չի քվեարկի, որովհետեւ քվեարկել Նիկոլ Փաշինյանին նշանակում է վաղը մյուս օրը ապրել ադրբեջանցիների հետ։ Արդյոք դուք հարգելի լրագրող պատրաստ եք ապրել ադրբեջանցիների հետ։ Ալիևն է հայտարարում, մայրիկ ջան, ես չեմ ասում։ Ալիևը ասում է արևմտյան Ադրբեջան։ Ինչն է ամոթ, ինչն է ամոթ։ Բայց դուք տեսել եք Ալիևը ինչ հայտարարել է, սիրելի գործընկերներ, այսքան ժամանակ կատարվել է, ճիշտ եմ։ Ես էլ Նիկոլ Փաշինյանին մոտեցել էի, ուզում էի այդ հարցը տալ, թե այսպես որ 2018-ից խաբելով եկաք իշխանության, 3 անգամ պատերազմ բերեցիք մեր երկրի գլխին, հիմա նորից ուզում եք վարչապետ ընտրվել, անընդհատ սպառնալով ժողովրդին պատերազմով։ Ոչ, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, դա նշանակում է, որ մենք նորից տարածքային կորուստ ենք ունենալու, նորից Ադրբեջանը հարձակվելու է, որովհետև մենք չենք կարողանալու վճարել 150 միլիարդը, որը Ադրբեջանը պահանջում է մեզանից, հարձակվելու է Սյունիքը վերցնի։ Այդ ժամանակ էլ Նիկոլը կասի, կներեք ժողովուրդ ջան, չենք կարող, որպեսզի չզոհենք ձեր երեխաներին, պիտի հանձնենք, ինչպես հանձնեցին Քարվաճառը ու մնացած հարակից տարածքները, հետո Ստեփանակերտը, հետո Շուշին ու այդպես շարունակ։ Ձեր անունացկանը քիչեցնեք։ Հերմինե Մկրտչյան։ Լրագրող եք։ Այո։ Լավ է, ասես չենք։ Ալո։ Լավ է, ասես չենք։